ներկայացվել էր միջնորդություն դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով Դավիթ Հարությունյանն իր նախկինում զարգացած պաշտոնում վերականգնելու վերաբերյալ որոշում եւ միաժամանակ Սույն Վարդության կարճելու վերաբերյալ միջնորդություն։ Որդ քննության առնելով լսելով կողմերին քննության առնելով ներկայացված միջնորդությունը Հաղորդակցական սենյակում որոշեց հետևյալը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատական ազգերի 157-րդ հոդվածի 9-րդ մասով Դավիթ Հարությունյանի նախկինում զբաղեցած պաշտոնում վերականգնելու մասով արդեն իսկ որոշումը կայացված է այն տեսանկյունից, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերացվել է եւ այնտեղ անդրադարձ է կատարվել ու որոշվել է դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով, նաեւ հատանը գտնում է, որ Վարույթ կարճելու վերաբերյալ միջնորդությունը անհիմն է եւ ենթակա մերժման։ Մնացած լրացուցիչ պատճառաբանությունները դատական ակտով կներկայացվեն այնտեղ։ Ունեք ուրիշ միջնորդություն, բացի այն ինչ որ արդեն ներկայացրեցիք, հատկել ներկայացրեցիք։ Այո, բարձրացան, խնդրեմ։ Ինչքան ժամանակ կպահանջվի այդ միջնորդության ներկայացումը։ Այս մեկը կարճ է բարձրացան համեմատաբար։ Փոխանցում եք տային։ Այո, տային եւ ձեզ եւ մեկ օրինակ նաեւ փոխանցում։ Օրինակ խորհրդի մի օրինակ ներկայացնեմ երեք էջից միջնորդություն ներկայացվեց երեք էջից բաղկացած միջնորդություն որի օրինակը հանձնվեց նաև նախարար ներկայացուցչին վերնագիրը հետևյալն է Դավիթ Հարությունյանն իր նախկինում զբաղեցրած պաշտոնը վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնելու մասին հիմա լսենք հիմնավորումը։ Հարգելի խորհուրդ, փորձեմ կրկին չկրկնվեմ, 25 թվականի դեկտեմբերի 15-ին ստացել ենք ձեր կողմից կայացված որոշումը, որի համապատասխանաբար վերջնամասի համաձայն կհրապարակեմ մենակ միջնորդության համար էական նշանակություն ունեցող հատվածները ձեր քննության։ Խորհուրդը գտել է, որ առկա է օրենսգրքի 157 հոդվածի 3-րդ մասի առաջի կետով սահմանված նոր հանգամանք, խորհրդի 03-07-23 թվականի համապատասխան թվագրման եւ 18-10-24 թվականի համապատասխան թվագրման որոշումները վերանայելու հիմքը, ուստի վերանշյալ որոշումները ենթակա են վերացման։ Նոր քննության արդյունքում, որով պայմանավորված էլ միայն հնարավոր կլինի, նաեւ խորհուրդ որոշել է ենթարկել համապատասխանաբար նախարարի պարտականությունները կատարողի ներկայացված միջնորդությունը նոր քննության, որի արդյունքում էլ հնարավոր կլինի անդրադառնալ 157 հոդվածի 9-րդ մասի կիրառմանը, ինչպես եւ դուք միջնորդության ներկայացումից առաջ նշեցիք, պարոն Արտաբեկյան։ Համապատասխանաբար եզրափակիչ մասն է նաեւ ներկայացված, որը ես անձամբ հրապարակման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հաջորդիվ պետք է նշեմ, հարգելի խորհուրդ, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում։ Այսինքն օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե ԲԴԽ-ն վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադրեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիկ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ինչպես մի քանի անգամ դուք նաեւ պարոն Արտաբեկյան ըսկնության ընթացքում նշեցիք, խորհուրդը ղեկավարվում է բացառապես սահմանադրությամբ եւ դատական օրենսգիրքի սահմանադրական օրենքով։ Հարկավոր է նշել, որ օրենսգիրքը ինչպես եւ սահմանադրությունը կամ որևէ այլ օրենք չի նախատեսում խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության նոր քննություն իրականացնելու լիազորություն։ Ավելին օրենսգիրքը հստակ սահմանում է նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում խորհրդին պատվիրակված լիազորություն նոր որոշում կայացնել։
Նկատի ունենալով իրավական ակտը դրանում պարունակող բառերի եւ արտահայտությունների տարածի նշանակությամբ մեկնաբանելու համաիրավական կանոնը, հարկավոր է հաշվի առնել, որ քննարկող իրավակարգավորման լեզվաբանական վերլուծությունը վկայում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում ձևակերպումը, կառուցված է միացական եւ կապակցությամբ, որը հայերեն իրավական լեզվում արտահայտում է ոչ իբրև այլընտրանքային, այլ որպես պարտադիր հաջորդական գործողությունների միասնություն։ Այսինքն իրավադրույթը նախատեսում է մեկ ամբողջական իրավական հետևանք, նախորդ որոշման վերացում, որին անմիջապես եւ անբաժանելիորեն պետք է հաջորդի նոր որոշման կայացում։ Կայացնում է նոր որոշում հատվածը չի կարող մեկնաբանվել որպես խորհրդի հայեցողական կամ հետաձգվող լիազորություն, քանի որ այն նույն նախադասության մեջ եւ նույն սահման եւ նույն նախադասության մեջ եւ նույն ձևով է սահմանում։ Նշվածից հետևում է, որ նորմը չի նախատեսում միջանկյալ փուլ, նոր քննություն կամ առանձին վարույց սկսելու հնարավորություն։ Խորհրդի լիազորությունը սահմանափակվում է նախկին որոշման վերացմամբ եւ դրա փոխարեն անմիջապես նոր որոշման կայացմամբ։ Ցանկացած այլ մեկնաբանություն հակասում է օրենսգրքի 157 հոդվածի տրամաբանությանն ու օրենսդրի կամքին, իրավադրույթի բառացի իմաստին եւ խաթարում է իրավական որոշակիության սկզբունքն ու դուրս գալիս օրենքով նախատեսված խորհրդի լիազորությունների շրջանակից։ Ելնելով ամբողջ վերաբերյալից, միջնորդում օրենսգրքի 157 հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով դադարեցնել սննդվարույթով իրականացնող ապօրինի քննությունն ու կայացնել նոր որոշում Դավիթ Հարությունյանին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին, այս առումով նաև նշեմ հարգելի խորհուրդ, որ համապատասխանաբար հայցվող որոշումը մեր ընկալմամբ սույն պարագայում հանդիսանում է վարույթի ավարտական որոշում, ուստի համապատասխանաբար կարճման վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվում։ Ապօրինի մասին հատեք կրկնեմ, ինչ հատմանից կասեք այդպես։ Ես հարգելի խորհուրդ, իմ գնահատման ու վերլուծությամբ, որը շարադրված է միջնորդության մեջ, գտնում եմ, որ խորհրդի կողմից դեկտեմբերի, եթե չեմ սխալվում, 12-ին կայացված որոշմամբ արձանագրված նոր քննության իրականացումը դուրս է դատական օրենսգիր սահմանադրական օրենքի սահմաններից, չի համապատասխանում խորհրդի լիազորություններին եւ հետեւաբար նոր քննություն միջնորդության կապակցությամբ, որը ներկայացված է 23 թվականին, իրականացվել խորհրդի կողմից չի կարող։ Հետևաբար իմ գնահատմամբ իրականացվող քննությունը չի համապատասխանում օրենքին, այլ կերպ ապօրինի է։ Եվ հետևաբար ես խորհրդին խնդրում եմ, որպեսզի նոր քննություն իրականացնելու փոխարեն կայացվի օրենսդրի կողմից պատվիրակված լիազորությունը իրացվի եւ կայացվի համապատասխանաբար տրամաբանական եւ անմիջապես հաջորդող որոշումը, այն է համապատասխանաբար Դավիթ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Լավ, նստեք, չխորթի անդամների կողմից հարցեր տալը Հարգելի խորհուրդ, ուզում եմ մենք անհրաժենք, որ ֆիքսենք, որ նմանատիպ պրոցեսով արդեն երկու անգամ Բարձրագույն դատական խորհուրդը անցել է, դա Սուրեն Անտոնյանի եւ Արթուր Ստեփանյանի վերաբերող գործերն են, որոնց արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության կիրառել է այն լիազորությունը, ինչը որ մեր ընկալմամբ նախատեսում է կիրառել հիմա, այսինքն իրականացնել գործի միջնորդության նոր քննություն եւ դրա արդյունքում կայացնել իր որոշումը, այսինքն գործը քննել ըստ էության։ Մենք հիմա գտնվում ենք ըստ էության կարելի ասել միջանկյալ փուլում, այսինքն Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է իր որոշումը, բայց դեռ նոր որոշում չի կայացրել միջնորդության քննության արդյունքում եւ չի կարող մեր պատկերացմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կայացնել որոշում այն պայմաններում, երբ չի իրականացնել միջնորդության ըստ էության քննությունը։ Հատկապես հաշվի առնելով, որ այս գործի վերաբացման վերանայման հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի այնպիսի որոշումները, որոնցում քննարկվել են որոշակի ուրեմն այսպես կոչված դատավարական, ընթացակարգերին վերաբերող հարցեր, տրվել է օրենքին այնպիսի մեկնաբանություն, ինչպիսին տեսել է Սահմանադրական դատարանը, եւ դրանք ըստ էության վերաբերում են որոշակի նախկինում քննություն տեղի ունեցած քննության դատավարական խախտումներին։ Հիմա այդ խախտումները վերացված են եւ պարոն Հարությունյանը
գտնվում է այնպիսի դատավարական կարգավիճակում, որ օժտել են պարոն Հարությունյանի դատավարական իրավասուբյեկտության, հանդես գալու մասնակցելու միջնորդության նոր քննությանը, մեր պատկերացմամբ սա է այս գործի վերաբացման նոր քննության, այս միջանկյալ փուլի արդյունքը։ Հիմա տեղի է ունենում միջնորդության քննությունը, այն իրավունքների խախտումների վերացման, որոնք դրված են եղել նախկինում Սահմանադրական դատարան դիմելու դիմումների մեջ պարոն Հարությունյանի կողմից ներկայացված։ Եվ նաև, ինչպես նշեց նախագահողը, Բարձրագույն դատական խորհուրդը իր որոշմամբ արդեն իսկ ամրագրել է, որ դատավորի պաշտոնը վերականգնելու կամ չվերականգնելու հարցին անդրադարձ է կատարվելու Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ ակտում, դրանով իսկ մեր պատկերացմամբ կանխորոշելով այս հարցի լուծումը։ Այս հիմնավորումները հաշվի առնելով խնդրում ենք միջնորդությունը մերժել, եթե իմ ներկայացուցիչը ունի ավելացնելու բան, լավ, չունենք ավելացնելու բան, այսքանը շնորհակալ։ Ես հարգել ներկայացուցիչ, մի հարց եմ ուզում տամ, նա ձեր մոտեցումը հասկանամ, ճիշտ ասած, հարց բովանդական չի, հարց միջնորդության հիմնավորումներին չի վերաբերում, հարց վերաբերում է ընթացող պրոցեսների ապօրինի ձեր որակմանը, ոնց եք որոշել, որ կարելի է այս գործընթացը ապօրինի որակել։ Արձագանքեք մի հատ հասկանանք, որովհետև եթե հիմա ինչ ստացվում է գործողությունները վիճարկելու վերաբերյալ ինչ-որ միջնորդություն եք ներկայացրել ու որոշել եք, որ հնարավոր է գնահատական տալ այս գործընթացը անունը դնելով ապօրինի։ Պարոն Աթաբեկյան, տեսեք, միջնորդ Ինչն է կասկածի տակ դնում, այն որոշումը, որ կայացվել է ու դատական նիստա նշանակվել, թե ինչն է կասկածի տակ դնում, որ ապօրինի եք բնութագրում, ընդ որում ոչ թե գնացել եք սահմանադրական դատարան, ոչ թե գնացել եք եվրոպական դատարան, ոչ թե որոշում եք բողոքարկել վերաքննիչ դատարան, միգուցե ձեր պրակտիկ փորձում այդ ձեր ձևակերպումները օգտագործում եք, բայց եկել եք մի հատ քննության եք մասնակցում, այդ պրոցեսում ամեն դեպս այս պահի դրությամբ կարգավորված ամեն ինչ ընթանում առաջ, ու դուք որոշել եք, որ կարող եք այս գործընթացի անունը դնել ապօրինի։ Խորհրդակցել եք ձեր վստահությունից այս հավանականությունը գրելիս։ Հավանական։ Հա, ոչ չէ, հարց եմ տվել, որ արձագանք։ Չէ, նկատում եմ, եթե ավարտեցիք Հա, ես ավարտեցի։ Պարոն Աթաբեկյան, տեսեք, միջնորդությունը կողմից ներկայացվող, բնականաբար պարունակում է կողմի վերլուծությունը և կողմի գնահատականները։ Եթե դուք խնդրահարույց եք համարում կոնկրետ ապօրինի բառի գործածումը, ես փորձեցի պարզաբանել ինչ նկատի ունեմ։ Իմ գնահատմամբ դատական օրենսգիրքը չի նախատեսում խորհրդի նոր քննություն իրականացնելու լիազորություն։ Համադրելով այդ իրողությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի հետ, որով դուք կարգանդված եք գործելու օրենսգրքով, օրենքներով և Սահմանադրությամբ, այո, ես գտնում եմ, որ նոր քննության կատարումը չի համապատասխանում գործող օրենսդրությանը։ Հնարավոր է, որ օրենսդրական բաց է և սխալ է, որ այդպիսի կարգավորում նախատեսված չէ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ավելին, դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքում որևէ անգամ նոր քննություն բառակապակցությունը չի օգտագործվում։ Այսպես ասած վերլուծության արդյունքով, այո, պարոն Աթաբեկյան, ես հանգում եմ հետևության, որ նոր քննությունը ինքնին չի կարող համապատասխանել Սահմանադրական օրենքի ձևակերպումներին, պահանջներին և օրենսդրի կամքին, և հետևապես չի համապատասխանում օրենքին, այլ բառով ապօրինի։ Ես դրանով, պարոն Աթաբեկյան, դրանում ամենայն դեպս ես որևէ բացասական իմաստ չեմ դրել, եթե այդպես անկալվում, կրկին, ես պատրաստ եմ ներողամտությունը խնդրել թե ձեր, թե խորհրդի։
Բայց նորից եմ կրկնում, դրանում Այսքանը բավարար է, փորձեք ձևակերպումների մեջ մի քիչ ավելի ուրիշ ձև լինել, այն ինչ ձևով որ բանավոր ներկայացնում եք, այդպես նաև նույնը գրավոր ներկայացնելը շատ ավելի արդյունավետ ու պատշաճ կլինի։ Շնորհակալություն։ Հարց ունեն խորհրդի անդամները։ Եթե դուրս չկա արձագանքը նախարարի։ Խնդրեմ։ Տեսեք, հարգելի խորհուրդ, այս միջնորդության նաև նախորդ միջնորդության ներկայացման գաղափարի վերաբերել հարց առաջացավ, այս միջնորդության ներկայացման գաղափարի վերաբերել եմ ուզում բարձրաբանում ներկայացնեմ։ Տեսեք, նախարարության ներկայացուցիչը ասում է, խորհուրդը չի կարող համապատասխանաբար ավարտական ակտ կայացնել, նկատի ունենալով, որ չի իրականացվել միջնորդության վերաբերել